Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր ապրիլի 10-ն է, սա արդեն մեր երկրորդ հաղորդումն է, եւ այս հաղորդման ընթացքում իրոք հետաքրքիր հարցով ենք սկսելու մեր հաղորդումը։ Դոնալդ Թրամփը նամակ է եղել Իլհամ Ալիևին։ Նախքան հաղորդումը սկսելը շատ կարևոր է ձեր ակտիվությունը, լայքելով, բաժանորդագրվելով, զանգակադանելով, մեկնաբանություններ գրելով, քանի որ վերջին շրջանում ցավոք մի քանի օր է նվազել են մեր դիտումները եւ դա բնականաբար կապված է նրա հետ, որ խոչընդոտներ ունենք, ես արդեն նկատում եմ, որ ինչ որ կոնկրետ գործողություններ են տեղի ունենում ընդդեմ մեր ալիքի, որպեսզի տարածումը փորձեն նվազեցնել, բայց ես նաեւ հասկանում եմ, որ ձեր ակտիվությունները սիրելի հայրենակիցներ խոչընդոտ են նրանց համար, դրա համար չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք հաղթանակ տանել այս ինֆորմացիոն պատերազմների մեջ։ Դուք գիտեք, թե ինչ դաժան հակառակորդների հետ մենք գործ ունենք կամ ինչու՞ չէ նաև ոչ բարեկամ, ոչ կամեցող երկրների հետ, եւ նրանք տարբեր միջոցներ ունեն, տարբեր հնարավորություններ ունեն դանդաղեցնելու YouTube-յան ալգորիթմները, բայց դրանք կարելի է հաղթահարել ինչ որ չափով լայքերով, բաժանորդագրումներով, ինչպես նաև մեկնաբանություններով ու տարածումներով։ Դա է պատճառը, որ ես միշտ խնդրում եմ ձեզ, եւ երբ որ ձեր ակտիվությունը նկատվում է, միանգամից շատ մարդ է կարողանում դիտել մեր հաղորդումները։ Եվ առանց երկարացնելու միանգամից սկսեմ Դոնալդ Թրամփի նամակից Իլհամ Ալիևին։ Փաստացի Դոնալդ Թրամփը որոշել է Նովրուզի կապակցությամբ շնորհավորել Իլհամ Ալիևին, Ադրբեջանի ժողովրդին, Ադրբեջանի պետությանը, բայց այդ նամակում կան մի քանի կարևոր ուղերձներ, որոնք որ կարծում եմ մեզ համար շատ կարևոր եւ հետաքրքիր են։ Փաստացի Դոնալդ Թրամփը այդ նամակում նաև շնորհակալություն է հայտնում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակից Իսրայելի հետ այդպիսի սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանը։ Դրանից բացի խոսում է նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության մասին, ինչը շատ կարևոր է մեզ համար։ Եվ Դոնալդ Թրամփի նամակում հստակ ասված է, որ ինքը ողջունում է այն բոլոր քայլերը, որոնք որ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից իրականացվում են խաղաղության հասնելու համար։ Եթե այս նախադասությունը չլիներ, բավականին մտահոգիչ կլիներ այդ նամակը, եւ վերջում նաեւ ասում է, որ հույս ունի Դոնալդ Թրամփը, որ համատեղ աշխատանք է իրականացվելու երկու երկրների միջև, որպեսզի հարաբերությունները ավելի բարելավվեն։ Փաստացի թեթև ակնարկ կա, որ նրանք այժմ այդքան էլ լավ եւ բարձր մակարդակի վրա չեն, բայց նա նշում է Դոնալդ Թրամփը, որ ունեն լավ հաջողակ պատմություն համագործակցության երկու երկրները իրար հետ։ Եվ վերջում արդեն նաև Թրամփը ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ սուվերենությունը։ Այդ հարցում փաստացի աջակցություն է հայտնում Ադրբեջանին։ Եթե մենք ընդհանուր առմամբ փորձենք վերլուծել այս նամակը, չափազանց հետաքրքիր է մեկ պահ, որ Դոնալդ Թրամփը խոսում է Իսրայելից եւ շնորհակալություն է հայտնում նրա համար, որ այդքան ջերմ եւ խորը հարաբերություններ ունի Ադրբեջանը Իսրայելի հետ։ Սա նշանակում է այն, որ այնուամենայնիվ Իսրայելի լոբիստական աշխատանքները, որոնք որ պատվիրվել են Ադրբեջանի միջոցով, գիտենք նաև այցերը Ադրբեջանի նախագահի խորհրդականի Իսրայել, նաև ռավինների նամակի մասին ենք տեղյակ, ինչպես նաև լոբիստական կազմակերպությունների աշխատանքի մասին ենք տեղյակ հրեական, եւ փաստացի դրանք ինչ որ միտեղ արդյունք են տվել, որ այդ նամակում հստակ այդ մասին խոսվում է եւ կարծես թե ակնարկել կա հենց դրա մասին։ Բայց չափազանց կարևոր է, որ հիշատակում կա կոնկրետ, որ Ադրբեջանը եւ Հայաստանը կարևոր քայլեր են իրականացնում խաղաղության հասնելու համար։ Անկեղծ ասած, մի կողմից լավ է եւ շատ լավ է, որ այդ նախադասությունը կա, այդ նախադասությունը չլիներ, շատ ավելի վատ էր լինելու միանշանակ, բայց ես կարծում եմ, որ քիչ է, այդ նախադասությունը բավականին քիչ էր եւ այդ հարցի վրա ուշադրությունը պետք է որ ավելի մեծ լիներ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, երևի թե այդ առումով եւս աշխատանք է տարվել, որպեսզի ուշադրությունը, այդ նամակի հիմնական ուշադրությունը չլինի սևեռված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու վրա։ Բայց կրկին մեկ անգամ եւս նշեմ, շապազանց կարևոր է, որ Դոնալդ Թրամփը անպայման շեշտում է նաեւ այդ հարցի կարևորությունը։ Այսօր նաև կարևոր հայտարարություն է արել Հայաստանի անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանը, եւ նա ասել է, որ եթե Հայաստանը անվտանգային խնդիրներ ունենա,
ապա Հայաստանի հասարակությունը տեղյակ է պահվելու եւ այդ հայտարարությունից հստակ կարելի է ենթադրել, որ եթե նման հայտարարություններ այս պահի դրությամբ չկան, ուրեմն կարելի է ենթադրել, որ պահը դրան չի հասել եւ կոնկրետ ինչ-որ զգուշացնելու հարցել չկա մեծ հաշվով։ Ադրբեջանը շարունակում է տարածել ապատեղեկատվություն, դրա մասին եւս մենք բազմիցս խոսել ենք։ Հիմա Հայաստանում հերթական ռեզերվիստների համար հավաքի համար են նրանք ֆայնանսում բարձրացրել, թե իբր Հայաստանը պատրաստվում է պատերազմի ընդդեմ Ադրբեջանի, հասկանում ենք, որ կոնկրետ տեղեկատվական պատերազմ է, բայց շատ կարևոր է, որ մենք միշտ էլ հիշեցնենք ամբողջ աշխարհին, որ նման բան գոյություն չունի եւ դա ուղղակի պլանային հավաք է, որը որ միշտ իրականացվում է Հայաստանում վերջին տարիները հատկապես։ Մեկ կարևոր հայտարարության վրա եւս ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել, մեծ հաշվով ոչ կարևոր մարդու, բայց վտանգավոր հայտարարության վրա։ Խոսքը հայախոս Մարգարիտա Սիմոնյանի մասին է, հնարավոր է հայախոսել չէ, ուղղակի ազգանունով է ինքը հայ, բայց ոչ հոգով եւ արունով, բայց նման մարդկանց մենք հասկանում ենք, թե ինչպես են կայսրությունները օգտագործել եւ օգտագործում, դա մենք գիտենք մեր բազմադարյան պատմությունից եւ ինչ է ասում Մարգարիտա Սիմոնյանը։ Եթե Աստված ոչ հարասցե Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի վատանան, շատ տխուր է լինելու Հայաստանի համար, շատ տխուր է լինելու Ռուսաստանի համար, բայց հնարավոր է Հայաստանը ընդհանրապես գոյություն չունենա։ Փաստացի այդ հայի ազգանունով կինը, որը որ զբաղվում է Ռուսաստանի քարոզչությամբ, բացեբաց սպառնում է Հայաստանին, Հայաստանի Հանրապետությանը գոյությամբ, բայց Մարգարիտա Սիմոնյանների նմաններին պետք է հիշեցնել, որ բազմաթիվ կայսրություններ են ուղարկել գրողի ծոցը, ես կարող եմ թվարկել, կարող եմ մատներիս վրա դժվար տեղանի եւ նույնիսկ մասնակցել ենք որոշ կայսրությունների փլուզման գործում, երբ որ նույնիսկ Քրիստոսը դեռ չէր ծնվել, եւ դրանից հետո նույնպես մասնակցել ենք բազմաթիվ կայսրություններին գրողի ծոցը ուղարկելու գործի մեջ եւ Մարգարիտա Սիմոնյանի այս հայտարարությանը ուղղակի կարելի է պատասխանել մեկ շատ կարճ հայտարարությունով, որ Հայաստանը ավելի երկար է գոյատևելու, քան ձեր կայսրությունը։ Ես կրկնեմ, ես ոչինչ չունեմ Ռուսաստանի նկատմամբ, ես դեմ եմ Ռուսաստանի քաղաքականությանը ընդդեմ Հայաստանի եւ այդպիսի անհայրենի մանգլավիկների քաղաքականությանը ընդդեմ Հայաստանի, որոնք որ նաեւ ինչ-որ միտեղ փորձում են հայ ներկայանալ, բայց ասեմ, որ ցանկացած հասարակ ռուս մարդ ինձ համար շատ ավելի բարձր տեղ ունի նորմալ մարդկանց մասին է խոսքը, քան նույն Մարգարիտա Սիմոնյանի նմանները։ Եվ ես կարծում եմ, որ նման մարդիկ իրականում ոչ տեղ ունեն Հայաստանում, ոչ էլ Ռուսաստանում։ Այսօր մի պահ լսեցի նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստի ժամանակ, սա արդեն ուրիշ թեմա է եւ ինքը խոսում էր կոնկրետ նրա մասին, թե որքան ոչ էֆեկտիվ է աշխատում պետական համակարգը։ Այդ դրա մասին ենք մենք կոնկրետ երեք խոսում եւ շատ լավ է, որ Նիկոլ Փաշինյանը եւս նույն կարծիքին է։ Իրոք Հայաստանի պետական համակարգը գտնվում է 0, նույնիսկ ոչ առաջին դասարանում, այլ 0 դասարանում, շատ լուրջ հետընթաց ունի։ Ուղղակի մտածում են, թե ինչպես աշխատավարձերը վերցնեն եւ գնան տուն, եւ ոչ հայրենասիրություն կա, ոչ պետականաշինության գաղափար, ոչ մի սրբություն գոյություն չունի։ Բնականաբար ոչ բոլորի մասին է խոսքը, շատ ներողություն նրանց արժե ովքեր որ նվիրված ծառայում են իրենց հայրենիքին, բայց այն PR-իստներին եւ դատարկախոսերին, որոնց պատճառով որ պետական համակարգը չի կայացել, այդ մարդկանց ուղղակի պետք է հեռացնել, վերացնել Հայաստանի պետական համակարգից։ Բնականաբար այդ ամենի մեջ նաեւ մեծ մեղք ունի նաեւ Նիկոլ Փաշինյանը, ինչը որ ճիշտ է պետք է մենք ասենք, եւ ինքը պետք է սկսի մաքրել այդ պետական համակարգը։ Ընտրություններին շատ քիչ է մնացել խորհրդարանական եւ բավականին լուրջ աշխատանք ունեն իրանք իրականացնելու։ Այն չի իրականացվել այս 7 տարիների ընթացքում, իրենց մնացել է ընդամենը 1 տարի այդ ամենը իրականացնելու համար։ Հակառակ պարագայում ես կարծում եմ, որ շատ վատ են լինելու արդյունքները ընտրությունների ժամանակ, թե իրենց համար եւ թե բնականաբար Հայաստանի համար նույնպես, քանի որ իրենց հետևից նորմալ ընդդիմություն էլ չեն թողել, որպեսզի մարդիկ ունենան այլ ընտրանք եւ Գյումրու ընտրությունները չկրկնվեն համապետական ընտրությունների ժամանակ։ Այդ իսկ պատճառով ես համաձայն եմ իր հայտարարությունների հետ, բայց այդ հայտարարություններին պետք է հետևեն կոնկրետ գործեր, կոնկրետ հանձնարարականներ եւ կոնկրետ հրաժարականներ։ Մեկ կարևոր տեղեկություն եւս, որը որ մասամբ կարող է վերաբերվել նաեւ Հայաստանին, Թուրքիայում տեղի ունենում Անտալիայի 4-րդ գագաթնաժողովը դիվանագետների համար
ընթացող 4-րդ այդ գագաթնաժողովը, Ալիևը մեկնել է մասնակցելու այդ գագաթնաժողովին, ինչ այլոց Վրաստանի վարչապետը եւս մեկնել մասնակցելու այդ գագաթնաժողովին, եւ ես կարծում եմ, որ այս 1-2 օրերի ընթացքում մենք կունենանք նաեւ շատ կարևոր նոր հայտարարություններ Իլհամ Ալիևից, հնարավոր է նաեւ Ռեջեփ Թայիպ Էրդողանից եւ այլ քաղաքական գործիչների կողմից, որը որ վերաբերվում է ինչպես Հարավային Կովկասին, այնպես էլ Հայաստանին։ Դրանց բացի Ադրբեջանի ջանքերով փորձում են կարգավորել հարաբերությունները Իսրայելի եւ Թուրքիայի միջև, Ադրբեջանը փաստացի միջնորդ է դարձել եւ հանդիպումներ է կազմակերպել, շատ մեծ ոգևորությամբ են պատմում այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցները եւ բավականին մեծ գոհունակություն են հայտնում այդ առումով թուրքերը եւ հրեաները, այսինքն բոլորը շատ գոհ են եւ Ադրբեջանը դարձել է միջնորդ եւ սա բավականին լուրջ է եւ այս հարցի վրա եւս մենք պետք է մեր ուշադրությունը սևեռենք եւ հասկանանք թե իրականում ինչ է կատարվում, քանի որ Ադրբեջանը լրիվ այլ շահեր ունի այդպիսի միջնորդություն իրականացնելով եւ կարող է ինչ որ միտեղ շահերի համընկում տեղի ունենա Թուրքիայի, Իսրայելի եւ Ադրբեջանի միջև եւ պետք է չափազանց զգուշավոր լինենք, որպեսզի այդ ամենը տեղի չունենա հանկարծ մեր հաշվին։ Հիմա մի քանի կարևոր միջազգային հարցեր եւս անդրադառնանք։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը փաստացի որոշել է մասնակցել Ռամշտայնի հերթական հավաքին, բայց այս անգամ այդ հավաքը տեղի ունենալու Բրյուսելում Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի վերահսկողության ներքո, բայց որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը մասնակցում է on-line, դա եւս կարծում եմ շատ բանի մասին է խոսում։ Եվ Ուկրաինայի մասով եւս մի երկու տեղեկություն կա։ Զելենսկին հայտարարել է, որ ոչ մի երկիր չի կարող որոշել, թե որ երկրի զորքերն են եւ որ երկրի զինվորականներն են մասնակցելու կամ գտնվելու Ուկրաինայում։ Դա Ուկրաինայի սուվերեն որոշումն է։ Երևի դրանով Զելենսկին պատասխանում է Ռուսաստանին, որը որ փորձում է որոշել, թե որ երկրները որպես խաղապահ կարող են ներգրավել ռուս-ուկրաինական պատերազմում, որ երկրները չեն կարող ներգրավել, եւ այդ պատասխանը բավականին հետաքրքիր է, քանի որ թե Եվրամիության մի շարք երկրներ, գիտենք Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, հնարավոր է նաեւ Գերմանիան ապագայում միանա, երբ որ նոր եւ հետեւողական կանցլեր ունենա, որոշեն եւ փաստացի Գերմանիան եւ փաստացի Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան արդեն որոշել են, որ զինվորականներն ուղարկելու Ուկրաինա եւ հնարավոր է նաեւ իրենց, ինչպես արդեն ասացի, միանա նաեւ Գերմանիա։ Ու Զելենսկին հիմա ասում է, ինչպես եւ ասում էր դա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որ դա միայն Ուկրաինայի ներքին գործն է եւ իրենք միասին են որոշելու, թե որ երկրի զորքերը եւ ինչպես են մեկնելու Ուկրաինա։ Նաեւ կարեւոր է այստեղ նշել, որ Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցությունները Ստամբուլում տևել են 6 ժամից ավել, դրանք ավարտվել են, կարծես թե արդեն, բայց դեռևս տեղեկություններ չունենք այդ բանակցությունների վերաբերյալ։ Կարծում եմ արդեն մյուս հաղորդմանը մենք կունենանք մանրամասն տեղեկություններ, թե ինչ բանակցություններ են տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև։ Այս պայդրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի համար, բաժանորդագրվեք, եթե չեք բաժանորդագրվել, բայց բաժանորդագրվելուց անպայման զանգակը դրեք, որպեսզի չբաց մեր հաղորդումները, հակառակ պարագայում կարող է էլի բաց թողնեք, գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ, շնորհակալություն, կհանդիպենք։